Կառավարության ներկայացուցիչը չի խոստանում վերացնել մեռյալ հոգիների թոշակավորումը։ 100%-անց որևէ բան չի լինում։ Նախարար Արթուր Գրիգորյանն ընդհակառակը խոստանում է։ Բացառելու ենք մահը գրանցված կենսաթոշակների վճարումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացնում է, որ 2012-ից ներդրվելու է կենսաթոշակների կուտակման համակարգը, որը 100%-ով բացառելու է կոռուպցիոն ռիսկերը։ Այն թերությունները, որոնք առկա էին հին համակարգում, այլևս չեն լինելու։ Այսօր վարչապետն ազդարարեց կենսաթոշակային բարեփոխումների տարին բարեհաջող ավարտելու մասին։ 2012-ից յուրաքանչյուր քաղաքացի ինքն է պարտավոր ձևավորել իր կենսաթոշակը։ Ցանկացած աշխատունակ քաղաքացի իր սեփական աշխատանքից ստանալով եկամուտ պարտավոր է այդ պահից մտածել իր ծերության ֆինանսավորման մասին։ Իսկ ինչպես է ձևավորվելու աշխատանք չունեցողների թոշակը, կառավարության ղեկավարն այս հարցին չպատասխանեց։ Նրա ելույթը միայն աշխատանք ունեցողների ապագայի մասին էր։ Նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ սոցիալական խնդիրներ ունեցողների համար կձևավորվեն ընդունարաններ եւ նրանցից կընդունվեն դիմումներ։ Դիմումի ընդունումն իրականացվելու է 1 պատուհանի միջոցով։ Քաղաքացիներին ըստ նախարարի սպառիչ պատասխան կտան, թե ինչու են առաջացել խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում դիմումները էլեկտրոնային եղանակով փոխանցվելու են այլ իրավասու մարմիններին։ Իդեպ նախարարն ասաց, որ կարևորում են քաղաքացիների տեղեկացվածությունն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին։ Մհեր Արշակյան, Սարգիս Ամբարձումյան, IPV